Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր նշանադրվել է։ Այս մասին գրել էր Փաստ-Ինֆոն։ Նշանադրությունը տեղի է ունենում Դմին ռեստորանային համալիրում։ Ալեն Սիմոնյանի նորընտրյալն իրենից 20 տարով փոքր մոդել Անելիա Գուբրյանն է։ Սիմոնյանն անցած տարվա ամռանն էր ամուսնալուծվել։ Այս լուրից հետո Ազգային ժողովի նախագահը հրապարակում է արել իր եւ իր նոր սիրելիի մասնակցությամբ, այդպիսով հաստատելով համացանցում հայտնված լուրերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախկինում ամուսնացած էր։ Նախորդ տարի վերջինս ամուսնալուծվել է։ Համատեղ կյանքում ինքն ու իր կինն ունեն 2 երեխաներ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կինն այսօր գտնվում է Ծաղկաձորում։ Նախկին ամուսնու նշանադրության օրը վերջինս հրապարակումներ է արել Ծաղկաձորից։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր։ Մամուլում ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ այլևս դադարում է լինել Նիկոլ Փաշինյանի կինը։ Դեռ օրեր առաջ վերջինս հայտնել էր, որ նրանք այլևս քաղաքացիական ամուսիններ չեն, սակայն որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել Աննա Հակոբյանի այս արտահայտությանը։ Նա այսպես նշում էր, որ այլևս որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Մարիամն ու Շուշանը հրապարակում են արել, այդպիսով ցույց տալով, որ իրենց կյանքում ամեն բան լավ է, այսինքն ծնողների սկանդալային հրապարակումները Facebook-յան հարթակում որևէ կերպ չեն ազդում երիտասարդ աղջիկների վրա։ Նրանք միմյանց հետ ջերմ հրապարակում են արել եւ գրել. Մենք հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք Աննա Հակոբյանի խոսքը։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստներ, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաստ առաջին, ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ դոլարային, օֆշորային գոտիներում, չգիտեմ, դղյակներ եւ այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվի համարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետեւ երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետեւ ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորան լսել եմ։ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարչապետ է ինչի ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար եւ բացի այդ դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցուպատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանքը գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած
կապրենք, կտեսնենք։ Սուպերի մեջ անձնական հագուստը եւ անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ։ Բայց քանի որ ինչ որ իմաստով կարծես հրաժեշտի տեսանյութ է ստացվում, բարի ու լավ լույս բոլորին, ճիշտ է եղանակը մի քիչ քաշում է, բայց ասում է սուրճ նիկտո не отменял։ Սուրճս դրեցի, դե ինչ մեղքս թաքցնեմ, իհարկե մտել եմ արդեն լրատվականը կարդացել եմ, գիտեք, դա իմ վատ հիվանդություններից մեկն է առավոտ շուտ դա անելը, դա կարդացի, տեսա, որ վարչապետը եւ այդ կինը, որ իր հետ ապրում էր, որը օգտվել է բոլոր առաջին տիկինին պատկանող իրավունքներից եւ օգուտներից, բոլոր տենց ամառանոցում կառավարական ապրելուց սկսած միջև վերջացրած ամեն ինչով ասեց, որ հեռանում է։ Դուք հիմա կմտածեք, կինո, բաժանվեց, գնոց, բանա տեղ ունեցել, ընտանիք քանդվեց մեր երկրում ջան, հասկանում եք, ու մարդիկ մտածեն, որ երևի հասկացել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջացողը տվեց Արցախը Ադրբեջանին, հասկացել է, որ սրբազաններին չէր կարելի բան ստացնել, երևի հասկացել է, որ հայ բարերարի հետ, որ տարիներ շարունակ էս երկրում բարեգործություն արել, այդպես չի կարելի վարվել, չի կարելի բոլորին նսեմացնել, երևի հասկացել է, բայց ուրեմն դուք մի ամիտ եք, որ տենց եք մտածում, որովհետեւ այն խաղերը, որ իրանք են խաղում, այն խաղերը, որ իրանք մեր գլխին են խաղում արդեն 8 տարի, ձեզ պիտի մի քիչ արդեն շուստրի չէ, խելացի դարձնել ես ամեն ինչի մեջ, պիտի հասկանայիք, որ հենց ընենց իրանք, ոչ մի բան, իրանք չեն զարթնում առավոտը նույնիսկ հենց ընենց, եթե իրանց ի օգուտ չի դարվում, այս խոսքերս հիշեք, կտենակ։ Իսկ միշտ դուք քննարկում եք կոմենտներում, ոնց օգնենք իրան, որ դուք գա որտեղ ապրելու վարձով, ինչ է անելու նա, բանը դրամահավաք բացեք, գցում ենք բոլորս, մենք տուն վեկոլենք, դե կառավարական ամառանոցից հետո մարդը չի գնալու, չնայած ես ամենայն անկեղծ եմ վստահ եմ, որ իրանք PR-ի համար կգնան խրճիթում էլ կապրեն, մենակ թե հունիսի միջև 6-ը իրանք ցույց տան։ Այն որ ես դաժա ուզում եմ ամեն ամիս եկեք ընտրություն անենք, որ տենց լավ բաներ տեղի ունենա մեր երկրում, ինչ ասեմ։ Իսկ ես գնամ սուրճս խմեմ, բայել եմ փախլաման, որը թխել է Զովացերոսի կինը, որը եկել է Արցախից, այն Արցախից, որ դուք իրանց ձեռքից վերցրել եք, հանձնել եք, տվել եք ադրբեջանցիքին։ Ու իր ամուսինն էլ զոհվել է, որովհետև դուք սխալվել եք, ամեն տեղ ձեր հաշվարկներում սխալվել եք, ու ինքը լինելով դասախոս այսօր եկել է ու թխումա ճիշտ է անմահական փախլավա, բայց միևնույնն է այդ ամեն ինչի մեջ ձեր մեղավորությունը կա, ու լավ հիշեք, ուզում եք բաժանվեք, ուզում եք, չգիտեմ, շորերը հանեք, ճղեք ման